Էլի մեր հանրապետությունը խառն է, Հովանավանքում է խառը, Էջմիածնում, լավ Էջմիածնում գնում է լիտուրգիան պատարագը, նորմալ է, քահանաներին այսօր շատ կանչել քննչական, կիրակի օրով հենց պատարագի ժամին, գիտեք, խոսենք այսպես, կա ճիշտ և ճշմարտություն, ռուսերեն «Правда истина». Օրինակ, ես որ մի բան ասում եմ, կարող է ճիշտ եմ ասում, կարող է սխալ եմ ասում, это правда или неправда, ճիշտ է կամ սխալ է, но истинան, ճշմարտությունն է, ինչի եմ ես դա ասում, ինչի եմ հիշել և ինչի եմ ասում, այդ է ճշմարտությունն է, հիմա Սրբազանը ոնց նա, Փաշինյանը ինչն է, հասկանում եք, այդ правда, неправда, դե հատից պետք չի ընկնել, պետք է գտնել истина, ճշմարտություն, ինչի է այս ամեն ինչը կատարվում, կներեք էլի, այս Հայաստանում, կամ թեկուզ ուրիշ երկրում, այդ որ մի բնագավառումն է, այդ որ մի իսյութն ասեց, մաքրազարդ սիրուն աշխատում, մեր մոտեր եկեղեցին, ինչ-որ սուրբ չի, պետականարիները, պատգամավորները, տենց սուրբ են, հա, և եկեղեցականները ոչ սուրբ, ու ես չեմ հասկանում, այդ Գարեգին բեի հարցն չի չփակվեց, որովհետև իր կանոնակարգով պարտադիր չի ինքը լինի կուս, պայթուց պարզվեց ու իր աղջիկը ծնվել է դեռ մինչև իր ձեռնադրմանը, հա հիմա ինչ եք ուզում, это правда, հիմա ինչ եք բանանում, պարզվեց չէ այդ ամենը, իսկ որ իր աշխատանքի մեջ թերի է, բոլորս է թերի ենք մեր աշխատանքի մեջ, բոլորդ անդադ վազում եք եկեղեցի, մեղքեր թողություն եք, կամ դուրս եք գալի, նորից մեղքեր եք գործում, այդպես չի, մի բաներ ասեմ, հա, ռուսերեն կա покаяние, կայացը, այ որ գնում են մեղքեր թողության համար, они там կայացը, покаяние են ասում, հայերի մոտ է գնում ենք, մեր մեղքը ասենք, Աստված մեզ ների, տես չի, կայացը покаяние նշանակում է, որ հայացքդ փոխեցիր, մտածում էիր մի ձև, հիմա մտածում ես ուրիշ ձև, մտածել ես մի ձև, այդպես ես կատարել, հիմա արդեն փոխել ես հայացքդ, մտածում ես ուրիշ ձև, եկել ես մեղքեր թողություն անել, չէի հասկանում կամ սխալ մտածելակերպ ունեի, հիմա փոխվել եմ, իսկ կներես մեր հայերը գնում են, ինչ ասես թե չեն անում, հետո գալիս են, կարող է մարդուն վիրավորեն, ու այդ մարդուց ներողություն չխնդրեն, կան եկեղեցում Աստված ասեն, կներեք, ների աղոթեն, ու հետո գնան նույն մարդուն կարող է վիրավորեն, հետո նորից գան, ասեն, Քրիստոս ջան, մի քիչ էլ իմ համար տանջվի, մի երկու կատիլարուներ իմ համար թափի, որ ես դրախտ ընգնեմ, հանգած դժոխք չընգնեմ, իրանք եկեղեցում մեղքեր թողություն արեցին ու գնում են նույնը ավելի վատը նորից կկատարեն, նորից կքան, դա չի покаяние, դա չի կայացան, դա չի, դե նա որ դու չես ուզել անել, հայացքդ սխալ հայացք ես ունեցել, կամ ճշմարտությունը չես իմացել, հունդական խոսք է, покаяние, կայացը, ուրիշ ձև սկսել մտածել, մտկա փող լինել, այդ չի նշանակում, որ գնաս ինչ ասես անես, գայասես Քրիստոս ջանիզների, Աստված ջանիզների, Քրիստոս ջան, մի քիչ էլ, մի կես ժամ էլ շատ իմ համար տանջվի, խաչիդ վրա, ես ընգնեմ դրախտ, հա, դու դժոխքով անցի, որ ես ընգնեմ դրախտ, հետո երկու հետո պետք է գնա էլի նույնը արա, հետո նորից արի ասա, տես չի էլի, տես չի, որ ամեն ինչ ներում է, որ դու սխալված ես եղել,
հայացքները ճիշտ հայացքներ չես ունեցել, հետո ճիշտ հայացք ես ստացել, հավատացյալ չես եղել, հետո իմացես ճշմարիտ խոսքը, դարձես հավատացյալ։ Այ դա փոխել ես հայացքդ։ Ոչ թե ինչ ասես թե չեն, ասում են ասած են ամեն ինչ ներում է։ Ամեն ինչ ներում է, եթե դու սխալված ես լինում։ Ոչ թե գիտես որ սխալ ես անում, դու անում ես, հետո գալիս ես մեզ Աստված ջան ինձ ների։ Դու եթե վեհապարը այնտեղ լավը չի, եթե Փաշինյանը լավը չի, դեպուտատները լավը չեն, դուք ձեր տեղում լավն եք։ Կողքինի վրա քարքցելը հեշտ է։ Իսկ ինչ թվում է եկեղեցուն ես պետականությունն են ուզում ոչնչացնեն, ուզում են հենց անեն, որ ղեկավար չլինի, որ թուրքերը մտնեն ու ղեկավար չունենաք, պանիկայով փախնեք։ Որտեղ մարդիկ հավաքվում են եկեղեցու շուրջ, հայություն ապահում եկեղեցին, որտեղ կային ալիգարխներ Ռուսաստանից, որոնք չեն ենթարկվում, իրենց բիզնեսների համար չեն վախում մեր կառավարությունից, կարող են մարդկանց օգնել։ Իսկ ստեղի ալիգարխները թքած ունեն մարդկանց վրա։ Ոչ մեկ, ոչ մի կոպեկ, ոչ մի ջանք մարդկանց համար չի անի։ Իսկ Սամվել Կարապետյանը կաներ, Ռուբեն Վարդանյանը կաներ։ Այդպես մարդիկ ձերբակալվում են։ Լավ ինչևէ, տեսնենք այս խաղերը ինչով կավարտվի։